Բարև ձեզ։ Factor TV եթերում դուք դիտում եք ապոլիտիկ հաղորդաշարը, որը, ինչպես հիշում եք, արժեքների եւ հեռանկարների մասին է։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ պատմությունից մենք դասեր չենք քաղում, եւ դա ըստ երևույթին ճիշտ է։ Բայց երբ հարցանում թե որ պատմությունից եւ ինչ դասեր մենք պետք է քաղենք, պատասխանները շատ տարբեր են։ Եվ այստեղից կարելի է եզրակացնել, որ համենայն դեպս այդ դասերը ձևակերպված չեն։ Եվ այժմ իմ զրուցակիցն է պրոֆեսոր Արմեն Դարփինյանը։ Արմեն Դարփինյան ծնվել է 1965 թվականին Լենինականում, 1986 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական եւ դոկտորական թեզերը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր է։ 2016 թվականին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2022 թվականին ընտրվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գլոբալ պրոբլեմների եւ միջազգային հարաբերությունների բաժանմունքի ներկայացմամբ։ Ղեկավարել է մի շարք պետական կառույցներ, արտաքին առևտրի պետական կազմակերպություն, Հայաստանի կենտրոնական բանկ, ֆինանսների նախարարություն։ 1998-ից 99 թվականներին 14 ամիսների ընթացքում ղեկավարել է Հայաստանի կառավարությունը։ Հայ-ռուսական միջպետական համալսարանի ստեղծման նախաձեռնողներից է 2001-ից 23 թվականներին հանդիսանելով այդ համալսարանի ռեկտորը։ Շնորհակալություն սիրելի Արմեն, որ համաձայնել եք մասնակցել մեր հաղորդմանը։ Ես մտածում եմ, ինչն ենք մենք սխալ արել 30 տարվա ընթացքում, ինչն է մեզ պակասում եւ որպես մի մարդ, որը շատ ժամանակ է տասնամյակներ է հատկացրել կրթությանը, ես մտածում եմ, որ խնդիրը կրթության թերությունների մեջ է, այսինքն այն սերունդը, որը մեծացել է 30 տարվա ընթացքում, կրթական, քաղաքակրթական եւ մշակութային խնդիրներ ունի, համաձայն եք։ Այո, նախ շնորհակալ եմ հրավերքի համար, սիրով համաձայնվել եմ խոսել արժեքների մասին։ Ինչու, որովհետև երևի 30 տարվա ընթացքում մենք ավելի շատ խոսել ենք գնի մասին, քան արժեքի։ Իսկ ինչն ենք սխալ արել, կարելի է նաև հակադարձել, իսկ ինչն ենք ճիշտ արել։ Ինչն ենք ճիշտ արել։ Եթե գնահատենք արժեքային այն համակարգը, որով փորձել ենք ղեկավարվել, ապա պիտի ասեմ, որ դրանք մեծամասամբ աղավաղված են։ Այն արժեքները, որոնց մենք պիտի կարծես թե դավանենք ելնելով մեր մշակութային, պատմամշակութային, մեր ամբողջ համակարգով հանդերձ, կարծես թե մենք դա մի կողմ ենք դրել եւ փորձել ենք ինչ-որ զրոյից մի բան հորինել։ Եվ ցավոք սրտի եկել ենք այնպիսի մի իրողության, երբ մեր հավաքական մշակութային հոգևոր որակը 30 տարի առաջվա հետ համեմատած ընկել է։ Ինչպես կբացատրեք այդ ֆենոմենը։ Ֆենոմենը բացատրվում է հավանաբար նրանով, որ մենք այնուամենայնիվ սովետական կարգերի բոլոր բացասական կողմերը, վայրագությունները մի կողմ թողած, երևի թե պիտի ընդունենք, որ կար որոշակի հստակ հզոր կրթական համակարգ եւ երևի թե մենք հնարավորություն ունենք, եւ դա փաստ է, հնարավորություն ունենք զարգացնելու մեր ազգային մշակույթը, ազգային գրականությունը, ազգային արվեստը, ամեն ինչ ներկայացնում, ինչով մենք այսօր ներկայանում ենք աշխարհին, հսկայական մշակութային ժառանգություն ենք ստեղծել սովետական տարիների ընթացքում։ Մենք այն զապասներով ենք, այսպես ասած։ Ցավոք սրտի, այո, որովհետև մենք փորձեցինք գլխի վայր շրջել այս ամեն ինչը եւ կարծես թե զրոյից սկսել, ընդհանրապես սովորություն կա մեզ մոտ, կարծես շատ քանդող սովորություն է դա։ Ամեն ինչ զրոյացնել, զրոյից նորից սկսել։ Դա հեղափոխականի սովորություն է։ Երևի թե վայել չէ եւ մեզ վայել չէ, որովհետեւ մենք այնուամենայնիվ հնագույն ազգ ենք, քաղաքակրթություն եւ պիտի կարողանայինք արդեն սերել մեր պատմությունից, մեր մշակույթից այն ամենը, ինչ որ պիտի հիմք հանդիսանար մեր հետագա զարգացման համար։ Մենք պատմությունը մեծամասամբ աղավաղել ենք, հերոսապատել ենք եւ փորձել ենք ներկայացնել միայն մեր ականջահաճո տարբերակով։ Եթե կրկին ասեմ դասեր, հա, այ կարող եք 2 րոպեում ասել, թե ինչ դասեր
պիտի քաղենք եւ չենք քաղել։ Մենք դասերը պիտի քաղենք մեր ձախողումներից, մեր պարտություններից, հասկանում եք, մենք պիտի դա ամենամանրակրկիտ կերպով ուսումնասիրեինք։ Մենք դա չենք արել։ Նու ինչու ձախողվեց առաջին հանրապետությունը։ Ինչ հանգամանքներով, ինչպիսի ուժեր կային, ինչպիսի երևույթներ կային, որոնք որ թույլ չտվեցին մեզ, ներքիններ, հայաստանյան, հայկական երևույթներ, որոնք թույլ չտվեցին մեզ պահպանելու պետությունը։ Ինչ արժեքներ էր, որոնք մենք մոռացանք, ինչ ուղղակի աղավաղվեց սովետական ժամանակահատվածում, ինչու մենք չկարողացանք այնուամենայնիվ շարունակել այն ավանդույթը առաջինը լինելու, առաջնորդը լինելու։ Տեսեք, մենք սովետական ժամանակահատվածում կարողացանք սերել համաշխարհային մշակույթից լավագույնը բերել եւ դառնալ մեր տարածաշրջանում առաջինը, որը ունի ժամանակակից արվեստի թանգարան, օրինակ, առաջինը, որը ստեղծած ջազային պետական օրկեստր, հասկանում եք, դա մի չտեսնված երևույթ էր այն տարածքում, այն տարածաշրջանում, որում մենք գտնվում ենք եւ մենք իսկապես առաջադեմ ենք, կարողանում ենք օգտվել համաշխարհային մշակույթի լավագույն օրինակներից եւ կարողանում ենք զետեղել, ստեղծել մերը, ստեղծել նորը, ամեն դեպքում ժամանակակից արվեստը հայաստանյան, հայկական ժամանակակից արվեստը իմ կարծիքով համաշխարհային արժեք ունեցող մշակույթ է, որը այո, սերվել է այն ժամանակ եւ մենք հիմա երևի թե միակ ոլորտն է արվեստի եւ մշակույթի, որը մենք կարողանում ենք զարգացնել։ Հիմա էլ մենք ունենք առանձնահատուկ շատ լավ օրինակներ։ Դուք վերջերս ինձ մի գիրք եք նվիրել Memories of Yerevan։ Ես արդեն թերթել եմ այդ գիրքը եւ այնտեղ թե ինչ է Երևանը, այդ մեր ներողություն լոպազական Էրեբունի եւ այլն Հռոմից հին, բայց Երևանը նաեւ Սարյանն է, հա, Չարենցն է։ Այսինքն մենք 60-70-ական թվականներին կարողացել ենք ամփոփել մեր նախորդ ուղին եւ դա նախապատրաստել է ըստ երևույթին 88 թվականի շարժումը եւ առաջին պատերազմում հաղթանակ, այդպես է։ Իհարկե, ես կարծում եմ, որ առաջին պատերազմում ընդհանրապես ազգային ազատագրական մեր ոգին հիմնված էր մշակութային այն ժառանգության վրա, որը մենք կարողացանք եւ սերել եւ ստեղծել։ Սովետական ժամանակահատվածում 60-ականներին հրաշք էր ուղղակի հայաստանյան մշակութային բումը, դա ուղղակի հրաշալի մի երևույթ էր, որը համաշխարհային արժեք ունեցող երևույթ։ Եվ այո, այդտեղից սկսվեց ամեն ինչ, այդտեղից սկսվեց նաեւ մեր վերելքը որպես ազգային գիտակցության տեր ժողովուրդ, հասկանում եք, եւ այո, դա էր հենքը նաեւ շարժման եւ դա էր հենքը մեր վերելքի, ցավոք սրտի մենք դա մեծապես կորցրեցինք 30 տարիների ընթացքում մեր ոչ այնքան խոհեմ, այսպես ասեմ, ոչ այնքան խոհեմ մոտեցումները։ Որ ասում ենք մեր, կարծես թե պատասխանատվությունը այսպես բաշխվում է 3 միլիոն մարդու վրա։ Գուցե էլիտաները այնուամենայնիվ առանձնահատուկ դեր ունեն։ Գիտեք, այո, ես վերջերս մասնակցում եմ մի քննարկման, անգամ վեճի, եւ վեճը հետեւյալի մասին էր, կա արդյոք ազգային էլիտա, թե չկա, կորցրել ենք արդյոք ազգային էլիտան, թե ոչ։ Ինձ մոտ ծնվեց մի ֆորմուլա, ազգային էլիտան նա է, էլիտայի ներկայացուցիչը նա է, ով չի պատկերացնում իր գոյությունը հայ ինքնությունից զատ։ Հա, այսինքն եթե քո մեջից հանում են հայ ինքնությունը, դու դադարում ես գոյություն ունենալ։ Այդ պարագայում դու կարող ես համարել, որ դու այսինքն արհեստավորը կարող է լինել։ Սովորական արհեստավորը կարող է լինել ազգային։ Իհարկե։ Դա բացարձակապես մոնոպոլ երևույթ չէ, ասենք բարձրագույն կրթության կամ չգիտեմ պրոֆեսորայի։ Գիտեք, ես առիթ եւ ժամանակահատված եմ ունեցել առնչվելու նաեւ այսպես ասած պրոֆեսորական ակադեմիական հանրության հետ եւ պիտի ասեմ, որ հանրային գիտակցության տեսանկյունից այդ հանրությունը շատ չի տարբերվում ձեր ասած արհեստավորների գիտակցությունից, այնպես որ յուրաքանչյուր ոք, ով նորից եմ կրկնում, գիտակցում է իր հայ ինքնությունը եւ պայմանավորում է իր գոյությունը հենց այդ ինքնությամբ, կարող է համարել եւ դասել իրեն էլիտար։ Ինչու 30 տարվա ընթացքում դա կորավ, այսինքն մարդիկ ինչ արեցին, ծախվեցին, խաբվեցին, ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ արժեքների փոխակերպում, սկսեցին
գնային տարբերակներով, առուծախով, առուվաճառքով, ամեն ինչն էր վաճառում ցավոք սրտի, այո, դա գալիս է նաև իհարկե մեր այսպես կոչված նշանակովի կամ իրենց պարտականությունները որպես էլիտար գիտակցող, հա, այս էլիտար աշխատող, հա, աշխատող, հա, վարձկան ների կողմից իհարկե դա աղավաղվեց շատ իմաստներով, դե գիտեք, բան չէր, ձեռք չէր տալիս, որպեսզի այդ էլիտար կոչված մարդիկ, մտավոր ներուժ ունեցող մարդիկ դեր ունենային որոշում կայացնելիս, որովհետև դա իհարկե իշխանությանը տենչող անձնակազմին դա իհարկե կխանգարեր։ Անհարմար մարդիկ էին, ֆորմատի, հա, այդ իշխանության տենչը գերակայեց ազգային արժեքների, ազգային ինքնության, գիտակցման, ազգային շահերի նկատմամբ։ Ցավոք սրտի մենք այդ 30 տարի նույն բանի ականատեսն ենք եղել։ Երբ ես ասում եմ, որ մշակույթը մեր անվտանգության տարրն է, շատերը իմ հետ վիճում են, երգը ինչ կապ ունի անվտանգության հետ։ Բայց դու ինչ որ ձևով պետք է ապացուցես, որ Հայաստանի գոյություն չունենալը ինչ որ մեկին Եվրոպայում կամ Ամերիկայում ցավ կպատճառի։ Եթե ցավ չի պատճառը, ուրեմն հեչ։ Ես մի այլ կերպ եմ դա ձևակերպում, արդյոք մեր չգոյությունը նկատելի կլինի աշխարհին։ Ես այսօր ցավով պիտի արձանագրեմ, որ ոչ, նկատելի չի լինի։ Այսօրվա վիճակով նկատելի չի լինի, ցավոք։ Այն մենք պիտի հասկանանք, ինչով ենք մենք հարստացնում աշխարհը, ինչ ենք բերում մենք աշխարհին, ինչի համար ենք մենք ստեղծված ընդհանրապես, որն է մեր ինքնության իմաստը։ Չէ՞ որ մենք որպես քաղաքակրթական տարր մենք պիտի կարողանանք մեր ներդրումը ունենանք համաշխարհային մշակույթի, համաշխարհային կացության, աշխարհին պիտի հետաքրքիր լինի հայի գոյությունը, ել չասեմ օգտակար, բայց մենք ինքներս պիտի դեռևս հասկանանք որն է դա, հա, ինքնության տեսանկյունից մենք ունենք հսկայական խնդիրներ իմ կարծիքով, մեզ չգիտես ով, չգիտես ում թեթև կամ ծանր ձեռքով կոչեց Հարավային Կովկաս։ Սկզբից Անդր Կովկաս էր, հետո կոչեցին Հարավային Կովկաս, որևէ մեկը այդ էլիտայից, թե նշանակովի էլիտայից, թե իրեն էլիտա գիտակցողներից չասաց։ Գիտեք ինչ կա, բայց ինչու Կովկաս, էլի։ Մենք դրան համաձայն չենք, կամ եթե Կովկաս, ուրեմն նաև Արևելք, եթե Արևելք, ուրեմն նաև Արևմուտք, ուրեմն նաև կապող օղակ, որևէ մեկը չվիճարկեց։ Հետաքրքիր բան է, եթե ինչ-որ մեկի անունը կամ անվանումը կամ ազգանունը սխալ ես անվանում, միանգամից արձագանքում ասում ես Պողոսը չեմ, ես Պետրոսն եմ, չէ՞, հիմա մեզ Կովկաս են անվանել, որևէ մեկը չի ասում, դա լավ է, մենք Կովկաս ենք, չէ, այդպես չի, հասկանում եք, մենք մեր ինքնությունը ինքներս չենք գիտակցել, որ նաև հետո աշխարհին ներկայացնենք, ասենք, գիտեք ինչ կա, մենք քրիստոնյա արևելք ենք, որը նաև սերել է արևմտյան արժեքները, առաջին քրիստոնյա երկիրն ենք, որը կարող է հրաշալի կապող օղակ լինել արևմուտքի միջև, արևելքի եւ արևմուտքի միջև եւ քաղաքակրթությունների միջև լինի այդ օղակը։ Մենք դարեր շարունակ եղել ենք շատ հրաշալի տրանսլատորներ արժեքների եւ կարողացել ենք այդ արժեքները իրար հետ համադրել։ Դուք նկատել եք այսպիսի բան, որ Եվրոպայում կամ մի տեղ, որ ասում ես դու հայ ես, ասեն, ահա, այսպես ժողովուրդ է, շատ լավ ժողովուրդ է։ Հիշում եք Տրամփը պատերազմի ժամանակ, very good people։ Դա սարսափելի է։ Այսինքն, որպես հայ մեզ գովում են, բայց որպես Հայաստան ընդհանրապես չկա։ Տրամփի այդ արտահայտությունը ինձ վրա շատ դաժան տպավորություն թողեց, ես շատ ծանր տարա այդ ամեն ինչը, որովհետև գիտեք խոսքը գնում էր պատերազմական վիճակում գտնվող պետության մասին, որը կարծես թե բարեկամական հարաբերություններ ունի եւ պիտի ունենա Միացյալ Նահանգների հետ, նրան ուղղակի հիշեցրեցին, որ կա նման խնդրեմ, ասաց այո, դա լավ մարդիկ են, հա, լավ մարդիկ, այսինքն դա լավ մարդիկ չեն, լավ մարդ լինելը բավարար չէ պետություն կազմելու համար։ Նույնիսկ Ստամբուլում, եթե ես գնամ ասեմ հայ եմ, ասում հա, հայերը լավն են։ Խնդիր չի, հա։ Լավ մարդը բավարար չի, անգամ լավ ազգ, որ ասում են լավ ազգ է, դա էլ բավարար չի։ Քաղաքագիտական տեսության մեջ կա political nation անվանումը, քաղաքական ազգ, այսինքն ազգ, որի համար պետության գոյությունը գերակայություն է, առաջնային արժեք է պետությունը։
այ եթե քո համար որպես ազգ առաջնային արժեք է պետությունը, դու ուրեմն իրավունք ունես ձգտելու եւ հավակնելու պետություն ունենալու։ Հիմա իմ կարծիքով մենք այսօրվա վիճակով 30 տարի անց դեռևս նոր պիտի կերտենք այդ քաղաքական ազգը։ Պետություն ասելով եւ ազգ ասելով մենք նկատի ունենք ոչ միայն 3 միլիոնը, այլև 10 միլիոնը, չէ՞։ Հիմա հայկական դպրոցներում որ քարտեզն է կախած։ Վիլսոնյան ինչ-որ քարտեզ կամ ինչ-որ մի բան, ոչ թե Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Նրանց սովորեցնում են, որ ահա սա է ձեր հայրենիքը։ Գիտեք, հայրենիքը եւ պետությունը նույնպես պիտի տարանջատել։ Իմ կարծիքով շատ սխալ է դրանք նույնականացնելը։ Այնուամենայնիվ մենք ազգ ենք, որը ունի հսկայական պատմություն, երկար պատմություն, երկար ու ձիգ պատմություն, սովորաբար մեզ ասում են բազմաչարչար, многострадальный армянский народ, մեկ ռուսները որ ասում են, ես մի անգամից հակադրվում եմ, որովհետև չարչարանքը դա նույնպես փորձ է, հասկանում եք, ինչքան դու փորձառու ես, այնքան ավելի խելոք պիտի լինես եւ այնքան ավելի ունակ հետագա քո դրսևորումներում։ Պիտի ասեմ, որ հայրենիքը, այո, մենք պիտի գիտակցենք, որ մենք ունեցել ենք հայրենիք, որը որ կա մեր ներսում, մեր սրտերում։ Իսկ մենք ունենք պետություն, որը պիտի նաև հայրենիքին տեր կանգնի։ Դա չի նշանակում, որ մենք պիտի հավակնենք ինչ-որ եւ ձգտումներ ունենանք այլ տարածքների։ Բայց դա նշանակում է, որ օրինակ արևմտահայ գրականությունը, արվեստը, մշակույթը, մեր պետությունը պիտի կարողանա տեր կանգնի դրան։ Հասկանում եք, ով պիտի տեր կանգնի, եթե ոչ մենք եւ ինչու մենք դա չենք ներառում մեր հավաքական հայ մշակույթի մեջ, չէ՞ որ դա հսկայական արժեք ունեցող մշակութային եւ պատմամշակութային ժառանգություն է եւ ներկան, որը մենք չենք ճանաչում, չգիտենք, անտեսում ենք եւ կարծես թե մեզ համար դա հետաքրքիր չէ։ Ես բազմաթիվ անգամներ երկար տարիներ առաջ առաջարկել էի կառավարությանը ցավոք սրտի ապարդյուն։ Պետությունը պիտի տեր կանգնի, օրինակ, արևմտահայերենով պետական թատրոնի գոյությունը Երևան քաղաքում պիտի լինի պարտադիր։ Ես կարծում եմ, որ թարգմանությունները արևմտահայ գրականության, պոեզիայի տարբեր լեզուներով աշխարհի ով պիտի դա անի, եթե ոչ հայ պետությունը։ Մենք ինֆորմացիա չունենք, թե ինչ են հիմա մեր հայրենակիցները ստեղծում, չէ՞, փաստորեն շատ վատ է դա։ Ես կարծում եմ, որ պետության ուժը, գիտեք, մենք սովորաբար ասում ենք, որ սփյուռքը թուլացել է, սփյուռքը բավարար չափով նեցուկ չի կանգնում, բայց այստեղ ես կարծում եմ, որ հակառակը մենք պիտի անենք, մենք պիտի պետությունը ուժեղացնենք։ Ուժեղ պետության պարագայում մենք անպայման ունենալու ենք ուժեղ սփյուռք։ Եվ հակառակը, եթե պետությունը թույլ է, սփյուռքը լինելու է թույլ։ Դուք ասում եք, որ մշակույթը մեր մրցակցային առավելությունն է, կարճ ասած, բայց մենք տարալուծել ենք մշակույթի նախարարությունը ԿԳՄՍ-ի հետ, ինչպես եք դրան վերաբերվում։ Շատ վատ եմ վերաբերվում։ Ես ընդհանրապես համարում եմ, որ մշակույթի ոչ միայն նախարարություն պիտի լինի, մշակույթի նախարարը վետոյի իրավունքով ամենահզոր նախարարներից մեկը պիտի լինի, որը ցանկացած կառավարության եւ պետության որոշմանը իրավունք ունի վետո դնել, որովհետեւ դա չի համապատասխանում մշակութային մեր առանձնահատկությանը եւ արժեքներին։ Շատ կարեւոր է դա։ Ես ցավում եմ, որ մենք դա այս պահին չենք գիտակցում, չենք գիտակցել նաեւ այն ժամանակ, երբ ունեցել ենք մշակույթի նախարարությունը, բայց մենք ես իմ կարծիքով հսկայական գործ ունենք այստեղ անելու։ Ես անգամ այսօր մի բան է հրապարակել կապված վերջին իրադարձությունների հետ, տեսեք Լեռնային Ղարաբաղում, Արցախում մենք այո ժողովուրդը այնտեղից բռնաճնշման արդյունքում վտարվեց, բայց չէ որ մշակույթը եւ ոգին մնաց եւ հիմա ադրբեջանցիները, որոնք հայտնվելու են այդ տարածքում, լինելու են այդ մշակույթի գերին։ Այդ մշակույթը ականապատել է այդ տարածքը, հնարավոր չէ դա ինչ-որ ձևով դրանից զրկվել, դա հնարավոր չէ, որտեղ մշակույթը այնտեղ ներսում է, կա, խորքում է, հասկանում եք, դա միակ բանն է, որ կարող է մեզ փրկել։ Ազգը, պետությունը, հասարակությունը, միակ բանը մշակույթն է։ Հայ առաքելական եկեղեցին, Արմեն, ես հասկանում եմ, որ մեզանում կարող են լինել աթեիստներ, չգիտեմ, ագնոստիկներ, այլ դավանանքներ ունեցող մարդիկ, բայց խոսքս եկեղեցու սոցիալական դերի մասին է։ Մենք ունենք գործիք, որը սփռված է ամբողջ աշխարհով, եւ այդ գործիքը չենք օգտագործում։ Որտեղ ամենտեղ Ավստրալիայում կամ Նոր Զելանդիայում կամ Ճապոնիայում կա հայ առաքելական եկեղեցի։
Եկեղեցին զորագույն ուժ է իհարկե, երբեք չի կարելի դա անտեսել։ Եկեղեցին պիտի դիտարկվի որպես նույնպես մեր մշակույթի, մեր ազգային ինքնության հսկայական մաս։ Վերջին հաշվով մենք պիտի գիտակցենք, որ եկեղեցին զոր դեր է կատարել հայապահպանության մեջ ամբողջ աշխարհով մեկ եւ պետությունը եկեղեցին պիտի կարողանան իրար նկատմամբ լինեն հարգալից եւ մեկը մյուսին աջակից անպայման իհարկե չխառնվելով ներքին այսպես ասած խոհանոցին բայց հակադրվելը ես տեսնում եմ ուղղակի անթույլատրելի Դուք խոսում եք ինքնության մասին հայ առաքելական ուսմունքը մտնում է մեր ինքնության մեջ ասես ինքնության մեջ մտնում է մեր քրիստոնյա լինելը միանշանակ որովհետեւ գիտեք դա նույնպես մեր առավելություններից մշակութային եւ քաղաքակրթական առավելություններից մեկն է, որ մենք պետք է օգտագործենք։ Դու կարող ես իհարկե լինել աթեիստ, բայց դու չես կարող հրաժարվել քո այդ ժառանգությունից, եթե դու հայ ես, ուրեմն քրիստոնեական արժեքների դու նաև կրողն ես, այսպես թե այնպես դու դա քո մշակույթի, դա քո ինքնության մի մասն է, չես կարող դրանից հրաժարվել, անգամ եթե դու չես հավատում Աստծուն։ Մենք ունենք այսպիսի բաժին մեջբերում, հա? Ես կներկայացնեմ մեջբերումը, դուք կմեկնաբանեք եւ մեր այսօրվա մեջբերումը մեր մեծ բանաստեղծ Վահան Տերյանից է, նրա հայտնի հոդվածից, որը կոչվում է Հոգևոր Հայաստան, այդ հոդվածը նա գրել է 1914 թվականին։ Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտահոգեկան կապով։ Բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ազգ կազմելու ցանկություն եւ կամք ունեցող ամեն մի ժողովուրդ անդադար պետք է ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչաներն են։ Ես այստեղ ավելացնեմ, որ Տերյանը իր հոդվածում անդադար բառը ինքն է ընդգծում, ասում են անդադար պետք է ստեղծի այդ արժեքները ազգը, հա? Այսինքն դա չվերջացող process է, հա? Ոչ թե 5 տարի ստեղծի կամ 5000 տարի ստեղծի, հետո կանգնի։ Գիտեք, Տերյանի այդ մեջբերման մեջ ես մի քանի բան կառանձնացնել։ Մեկը նախ անթույլատրելիությունը օտարների ներխուժման։ Եթե դու ժողովուրդ ես, որը ուզում է վերածվի ազգի եւ ուրեմն հավակնի պետության, ապա օտարի ներխուժումը միայն կքանդի այդ ամբողջ գործընթացը, դա ուղղակի անթույլատրելի է, շատ հստակ է եւ հատկապես ակտուալ է այսօրվա մեր օրերի համար։ Հաջորդը իհարկե ինքնության մասը ես կֆիքսեի, որովհետեւ ինքնությունը այո, հենց ասում այնտեղ ինքը մտահոգեկան բառն է, ասում մտահոգեկանը շատ կարևոր է, որովհետև մտավորը եւ հոգեվորը միացնում է իրար։ Ներքին մտահոգեկան կապով, այ ներքին մտահոգեկան այդ բառը, այսինքն մտավորի եւ հոգեվորի միասնությունն է ֆիքսում, շատ կարևոր եմ համարում հատկապես մտավորի մասը, հենց այդտեղ այդ էլիտայի հասկացությունն է գալիս, այսինքն անպայման մարդիկ, որոնք իրենց հավաքական մտավոր ուժով կկարողանան ցույց տալ ճիշտ ճանապարհը, չէ՞ որ ես մի փիլիսոփայական մոտեցում ունեմ, որի համաձայն մարդը յուրաքանչյուր ոք իր ունիկալ կառուցվածքը ունի եւ չի կրկնվում։ Եթե մարդը յուրաքանչյուր ոքը ունիկալ է, նա չի կարող լինել մրցակից մեկ այլ ունիկումի հետ։ Այսինքն միակ առաքելությունը, որը մարդը ունի մարդու նկատմամբ, իրար բարձրացնելն է, եւ օգնելն է, որպեսզի ամեն մեկը իր ճանապարհով, իր տրայեկտորիայով գտնի իր առաքելությունը, հասնի իր առաքելությանը։ Այսինքն դա առաջին հերթին իմ կարծիքով վերաբերում է հենց մտավոր հանրույթին, հա, մարդկանց, ովքեր կարծես թե հակված չեն դրան։ Մենք ցավոք սրտի ավելի շատ նկատում ենք, որ մտավոր դաշտում մենք
Շատ մրցակցության ականատեսն ենք լինում, այնինչ մենք իրար պիտի բարձրացնենք։ Պատահական չէ, որ ես իմ գրառումներում շատ հաճախ օգտագործում եմ այդ բառը բարձր մնացեք։ Բարձր մնացեք չի նշանակում, որ մենք արդեն բարձր ենք։ Դա նշանակում է նշաձող սահմանեք եւ փորձեք դրան համապատասխանել։ Դա ամբողջ մարդկությանն է վերաբերում իրար բարձրացնելը, թե ազգին։ Դե գիտեք, ես առաջին հերթին էլ եկեք մի հատ ազգովի հասկանամ, կարող ենք դա անել թե ոչ, հետո նոր մտածենք համաշխարհային կոնտեքստում։ Դա մեզ համար ուրեմն բացարձակ ակտուալ է այսօր։ Այդ մտավոր եւ հոգեվորի միասնականության մասին, մտավորի կարեւորության մասին կասեի եւ իհարկե անդադար արժեքների ստեղծումը, որտեղ եթե դադարում ես, դու կորցնում ես սերունդներ։ Եթե դու դադարում ես արժեքներ ստեղծել, մշակութային արժեքներ, ազգային արժեքներ, ապա կորցնում ես, սերունդը կորում է։ Ես կարծում եմ, որ զարգացնելով բանաստեղծի միտքը կարելի ասել, որ արտաքին արգելքները հաղթահարելու համար օգնում են հենց ներքին արժեքների ստեղծումը։ Այսինքն մենք հույս ենք դնում, որ մեկը մեզ կօգնի կամ մեկը մեզ, չգիտեմ, սպոնսոր կկանգնի, չստեղծելով ներքին արժեքներ։ Իհարկե, բայց ես նաև կկարևորեի այստեղ ախտորոշումը, դիագնոստիկան, այնուամենայնիվ, եթե մենք ընդունում ենք, որ մենք խնդրեմ ունենք, այսինքն հիվանդության ախտորոշումը հասարակական կոնտեքստում հենց նույն այդ մտավոր ինտելեկտուալ խավի կողմից պիտի բացահայտվի, ճիշտ ախտորոշվի եւ ճանապարհը նշмарվի։ Երկու բառով հիվանդությունը կարող եք անվանել։ Տգիտություն, ասենք, կամ չգիտեմ, ինչ որ մի բառ։ Հիվանդությունը ես կարծում եմ, որ մենք չափազանց տարվեցինք մեր առանձնահատուկ լինելով Մեր նորիշը։ Այո, եւ արդյունքում կաղապարվեցինք մեր պրովինցիալիզմի մեջ։ Եվ մենք չենք դիտարկում համաշխարհային կոնտեքստում։ Կարծես թե մտածում ենք, որ աշխարհի համար մեր դարդերը կարևոր են կամ ամենակարևորն են, բացարձակ կարևոր չեն։ Մենք պիտի գիտակցենք, որ աշխարհի համար կարևոր են, եթե մենք հաջողակ ենք, եթե մենք երջանիկ ենք, եթե մենք ինչ-որ բան ենք ցույց տալիս, ցույց դնում աշխարհին, որ իրենց հետաքրքիր է, բայց մեր դարդը, մեր ցավը, մեր խնդիրները, առավել եւս մեր ողբերգությունը որևէ մեկին հետաքրքիր չէ, եթե մենք չլինենք իրենց համար ավելի լավ։ Այսինքն, եթե երկու բառով հենց դա է, մենք տարվեցինք մեր առանձնահատուկ լինելու, կարծես թե այդ հատկանիշով, կորցրեցինք կապը աշխարհի հետ եւ կաղապարվեցինք մեր պրովինցիալ գիտակցության մեջ։ Դառնալով արժեքներ ստեղծելուն, հա, պոետի խորհրդին։ Մենք ունենք հոյակապ գիտնականներ այսօր, չէ՞, արվեստի գործիչներ, տաղանդավոր բիզնեսմեններ, նրանք արժեքներ ստեղծում են թե չեն ստեղծում։ Ստեղծում են իհարկե։ Իհարկե, եթե չստեղծեն, մենք վաղուց տապալված կլինենք։ Ես կարծում եմ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում ես տեսնում եմ իսկապես առաջադեմ շատ երիտասարդ գրագետ համաշխարհային բիզնեսի կոնտեքստի մեջ տեղավորված բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ իհարկե կան, բայց մեր խնդիրն է եւ առաջնահերթության կարգով պետության խնդիրն է դրանց բարձրացնելը, դրանց տեղ տալը, դրանց ներկայացնելը մեզ հանրաճանաչ դարձնելը, ուղենիշ տալը։ Մեր վերջին բաժինը, որը կոչվում է հայացք ապագային։ Վերջին հարցը, որը գուցե հորետեսական հնչի, հայկական պետականությունը այսօր իմ կարծիքով լուրջ հարվածի տակ է։ Նախ արդյոք դուք համաձայն եք այդ իմ կարծիքի հետ եւ եթե համաձայն եք, կարող ենք կանխատեսել, որ այս ճգնաժամից մենք կարող ենք պատվով դուրս գալ։ Ну, գիտեք, եթե պիտի դուրս գանք, ապա պիտի միայն պատվով դուրս գանք, թե չէ, անիմաստ է դուրս գալը, եթե անպատիվ ես դուրս գալիս մեկ։ Երկրորդը, ես չէի դրամատիզացնի այդ աստիճան, ես չէի համարի, որ պետականությունը ունի լուրջ վտանգ ձախողվելու։ Այո, կան արտաքին վտանգներ, այո, կան արտաքին տենդենսներ, որոնք կարող են կլանել մեր սուվերենությունը կամ սուվերենության որոշ հատվածը, բայց հենց դրա համար էլ գոյություն է պետությունը եւ քաղաքացին, որ դրան պիտի դիմակայես, այսինքն պետություն ունենալը դա
միայն հաճույքը չէ, դա նաև պարտավորություն է դիմակայելու բոլոր այն կողքից եկած բացասական եւ քայքայիչ տրենդերին, որոնք այսօր կան։ Եվ պիտի խոհեմ լինենք, համարձակ լինենք եւ պաշտպան կանգնենք։ Քաղաքացու դերը ես այստեղ նույնպես շատ բարձր կգնահատեի։ Իսկ գիտեք, Արամ, քաղաքացիներ կան եւ դրանք քիչ չեն։ Եվ ինչը ինձ ոգևորում է, այդ քաղաքացիները մեծապես երիտասարդ են։ Դրանք այն սերունդն են, որը չկար դեռևս 30 տարի առաջ, այսօր կա։ Նրանք ապրել, մեծացել են եւ իրենց պատկերացնում են որպես արժանապատիվ քաղաքացիներ։ Նրանք նեղվում են, եթե անարժանապատվության ինչ որ դրսևորումների են բախվում եւ նրանք անպայման գիտակցում են, որ պիտի հաղթարեն այս ամեն ինչը։ Ես եթե չհավատայի անիմաստ կլիներ մեր ընդհանրապես հանդիպումը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի պրոֆեսոր Արմեն Դարփինյանի հետ։